Հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ եւ ուրախ եմ ձեզ հանդիպելու եւ ուրախ եմ, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Սիրելի ժողովուրդ, մենք 2026 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքի մեջ ենք եւ ինչով ենք եկել, ուզում եմ ընդգծել, որ վերջին տարիներին 2018 թվականից ի վեր մենք մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում աննախադեպ չափերի ներդրումներ ենք արել եւ աննախադեպ չափերի աջակցություններ ենք ցուցաբերել, որոնք համոզված եմ եւ հույս ունեմ ձեզնից շատերը նաեւ իրենց կյանքում եւ իրենց ընտանիքում զգացել են։ Մասնավորապես 2018 թվականից մենք 44 միլիարդ դրամի միայն վարկերի տոկոսներ ենք սուբսիդավորել, գյուղատնտեսական վարկերի, որոնք գյուղացիներին տվել են կամ 0%-ով կամ ցածր տոկոսներով։ Բացի դա մթերումների ժամանակ մենք շուտ 18.7 միլիարդ դրամի աջակցություն ենք ցուցաբերել մթերողներին, որպեսզի ապրանքը, գյուղմթերքը մթերեն ավելի տրամաբանական գներով։ Նաև ագրոսարքերի լիզինգի ծրագրով 14 միլիարդ դրամի աջակցություն ենք ցուցաբերել։ Գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու համար 4.5 միլիարդ դրամի աջակցություն ենք ցուցաբերել։ Այս բոլոր ուղղություններով հիմնականում տոկոսների սուբսիդավորումն ա եղել եւ Ուրցաձորի թիմը որ մրցաձևից եք, որտեղ եք բռնե, ծափար ենք Ուրցաձորի հեծանիվի թիմին եւ շատ ուրախալի է նաեւ որ տեսեք Ուրցաձորը նաեւ վարչապետի գավաթին շատ ակտիվ մասնակցում է եւ շնորհակալ ենք մասնակցության համար, հաջողություն ենք մաղթում, հույս ունենք այս տարի էլ լավ արդյունքներ կարձանագրել։ Ինչ? Շատ լավ, շնորհավոր ենք արդեն Ուրցաձորը եզրափակիչ փուլա դուրս եկել եւ հույս ունենք երբ է եզրափակիչը։ Մայիսի։ Շատ լավ, խճուճղավազքով էլ եք դուրս եկել եզրափ։ Երկու ձևով եզրափակիչ, բուրըն ծափեր, բուրըն։ Շնորհակալ ենք դպրոցին, շնորհակալ ենք ֆիզկուլտուրայի ուսուցչին նման արդյունքներ արձանագրելու համար։ Իմիջիայլոց վարչապետի գավաթը նաև շատ լավ առիթ է, որպեսզի մենք մեր ֆիզկուլտուրայի ուսուցիչների աշխատանքը գնահատենք, նաև կարողանանք, նաև երեխաների համար լրացուցիչ մոտիվացիա է։ Սիրելի ուրցաձորցիներ, նաև գյուղատնտեսությանը զուգահեռ, իհարկե 50 միլիարդ դրամի մենք աջակցություն ենք ցուցաբերել ինտենսիվ այգիներ ստեղծելու գործում։ Իհարկե շատ դժվար է նաև այդ process-ը առաջ գնում, որովհետև ի սկզբանե ես հիշում եմ 2018 թվականին, որ ես ինտենսիվ այգիների մասին խոսում էի, ըմբռնումը ավելի քիչ էր 2018 թվականին, բայց զգում եմ, որ գնալով ավելի մեծ ըմբռնում է գտնում ինտենսիվ գյուղատնտեսության մասին խոսակցությունը եւ մենք առաջիկայում պատրաստվում ենք իհարկե աջակցել, որպեսզի ավելի շատ գյուղացիներ, գյուղատնտեսական կազմակերպություններ եւ ավելի շատ գյուղացիներ անցում կատարեն ինտենսիվ գյուղատնտեսությանը։ Ուրախությամբ եմ արձանագրում, որ մենք 2018 թվականից նվազագույն թոշակը Հայաստանում եռապատկել ենք, 3 անգամ ավելացրել ենք։ Եթե սրանք պլյուս գումարենք նաև անկանխիկ առևտրի հետ վճարը, դեռ եռապատիկից մի բան էլ նվազագույն թոշակը ավելացրել ենք։ 2018 թվին նվազագույն թոշակը եղել է 16,000 դրամ։ Այսօր նվազագույն թոշակը 46,000 դրամ է, պլյուս սրան անկանխիկ առևտրի դեպքում մինչև 10,000 դրամ հետ վճարի հնարավորություն կա եւ սա էականորեն փոխել է մեր թոշակառուների սոցիալական վիճակը։ Հիմա Հայաստանում միջին թոշակը նվազագույն սպառողական զամբյուղից ավելի է։ Սա նշանակում է, որ մի թոշակառուն մի թոշակով, այսինքն մի հոգու մասին է խոսքը, կարող է նվազագույն սննդի իր հարցերը լուծել եւ պլյուս տարվա մեջ է պայմանական մի զույգ կոշիկ առնել,
մի հատ թեյի բաժակ առնել, մի հատ սուրճի բաժակ առնել, մի հատ ափսե առնել, սա մեր երազանքի գագաթնակետը չի, էլի եմ ասում, բայց եկեք հիշենք մենք ինչ կետից ենք սկսել, 16,000 դրամ թոշակ նվազագույն, որով նույնիսկ հաց ու պանիր մի ամսվա հնարավոր չէր գնել, բայց ավելին ասեմ, այսօր կան թոշակառուներ, որոնց թոշակը ավելին է բարձացել, ոչ թե 10 պլյուս 10, այսինքն 10 բուն թոշակի բարձացումը եւս 10 անկանխիկ առևտրի դեպքում հետ վճարը։ Մենք մինչև 50,000 թոշակառուներ ունենք, ովքեր քրոնիկ հիվանդություններ ունենալու բերումով նախկինում դեղեր են առել իրանց գրպանից, իրանց թոշակից, բայց այսօր, քանի որ առողջության ապահովագրությունը այդ դեղերը մատակարարում է, այդ մարդկանց փաստացի թոշակը ավելացել է պլյուս եւս 10, 20, նույնիսկ 30,000 դրամով։ Եվ սա շատ կարևոր փոփոխություն է Հայաստանում, որովհետև մեր թոշակառուները այսօր տեսնում են, որ իրենց պետությունը իրենց կողքին է եւ իրենց նվազագույն առողջապահական կարիքները հոգում է, բայց նաեւ ես ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ մինչև 18 տարեկան մեր երեխաները բոլորը առանց բացառության առողջության ապահովագրության հովանու ներքո են եւ շատ կարեւոր է, որ պետությունը մեր թոշակառուների 65 պլյուս տարիքի եւ մինչև 18 տարեկան երեխաների առողջության նվազագույն կարիքները հոգում է։ Սա փոքր բան է, բայց հսկայական ոնց որ բանը ոնց էր ասել, այդ ինչա Նիլս Արմստրոնգը, որ լուսնի վրա քայլեր էր, ասել էր փոքր քայլ մարդու համար, բայց հսկայական թռիչք մարդկության համար։ Հիմա սա փոքր քայլա մի մարդու համար, որովհետև այնուամենայնիվ էլ եմ ասում, սա մեր երազանքների գագաթը չի, որ դրանով սահմանափակվեն, բայց սա մեծ թռիչք է Հայաստանում սոցիալական պետություն հաստատելու տրամաբանության մեջ, բայց սրանով մենք չենք ավարտում իմիջիայլոց, մենք այսօր պարտավորություն ենք ստանձնում, որովհետև ասում ենք, մենք պետք է երաշխավորենք, որ թոշակառուի վիճակը չի վատանա, չի գլորվի նախկին վիճակին, որովհետև գիտեք, որ գնաճը անխուսափելիք բան է, ամեն տարի գնաճ է լինում, եւ 2028 թվականից մենք գնայենք, եթե գնաճի բերումով միջին թոշակի գնողունակությունը սկսի ցածրանալ նվազագույն սպառողական զամբյուղից, մենք գնաճի չափով կինդեքսավորենք թոշակը, այսինքն որպեսզի էշեմից ներքև չիջնենք, իսկ ինչքան էլ կկարողանանք ավելացնել այդ շեմը, այդ արդեն շատ ավելի լավ։ Այսօր մենք ուրախությամբ ենք արձանագրում, որ Հանրապետությունում ավարտվում է 300 դպրոցի 500 մանկապարտեզի ծրագիրը, ճանապարհներ ենք կառուցում, առաջիկայում մենք կառուցելու ենք, սկսելու ենք Վեդի Մարտունի ճանապարհի կառուցումը, որը Ուրցաձորի համար շատ մեծ նշանակություն է ունենալու, շատ մեծ, բայց էդ էլ ասեմ, Ժորժ ջան, շատ մեծ նախագիծ է, մոտավորապես 36 միլիարդ դրամ արժենալու, այսինքն $100 միլիոն, եւ դա մենք պլանավորում ենք 3-4 տարում, մյուս տարվանից արդեն առաջին կտորի ասֆալտապատումը կիրականացնենք, հետո կտոր մի քանի տարում իրար հետ կգնանք, կհասնենք Մարտունի եւ պատկերացնում եք, թե դա Ուրցաձորի տնտեսական կյանքի համար, Ուրցաձորը հատկապես Խոսրովի արգելոցի հանգամանքը հաշվի առնելով, պետքա դառնա եւ վստահ եմ դառնալու է զբոսաշրջային ամենաակտիվ կենտրոններից մեկը եւ մենք դրանով ձեզ համար կստեղծենք հնարավորություն, որ դուք ձեր աշխատանքով մի այնպիսի բարեկեցություն ստեղծեք, որ նախկինում երբեք չի եղել։ Սա ընդհանրապես մեր քաղաքականությունն է, որ մարդուն աջակցենք, որ աշխատի, ինքը իր աշխատանքով իր վաստակին հասնի, որովհետև այդ հացը հալալ աշխատանքով, քրտնաջան աշխատանքով հացը ամենահամով հացն է, դա ոչ մի բանով հնարավոր չի փոխարինել եւ շնորհակալ եմ նաեւ, որ դուք համաձայն եք ես մտքեդ եւ մտածում եք։ Ժորժ ջան, բայց շատ նաեւ կարեւոր է արձանագրել, տեսեք, այսքան գյուղատնտեսության աջակցության ծրագրեր, այսքան թոշակ, այսքան առողջության ապահովագրություն,
ուսուցիչների ատեստավորման ծրագրով աշխատավարձերի բարձրացում, զինվորականների ատեստավորման ծրագրով աշխատավարձերի բարձրացում, սահմանամերձ 16 միլիոնի ծրագիր, ճանապարհաշինություն, մենք որտեղից ենք անում, որտեղից այդ գումարները, այդ գումարները իհարկե մի մասով մեր համատեղ աշխատանքի արդյունք է, բայց մեր համատեղ աշխատանքի մեջ է մտնում նաև, ինչպես 2018 թվականին ես ձեզ խոստացել էի, որ մենք թալանվածը վերադարձնենք։ Մենք 2018 թվականից 6.6 միլիարդ դոլար լրացուցիչ գումար ենք բերել Հայաստանի պետական բյուջե, որը եթե հեղափոխությունը չլներ, հոսելու էր քրեական օլիգարխիայի գրպանը։ Մենք այդ գումարները բերել ենք պետական բյուջե եւ այդ գումարներով որ այսօր մենք ունենք թոշակ, այսօր մենք ունենք ապահովագրություն, ճանապարհներ, լուսավորություն, գազաֆիկացում 2021 թվականին ես խոստացա եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում պետությունը ունի փայաբաժին եւ 18-ից մինչեւ 25 թվականը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 300 միլիարդ դրամով ավելի շատ գումար է վճարել պետական բյուջե, քան նախորդ 8 տարիներին։ Այս գումարները նախկինում գնում էր քրեական օլիգարխիայի գրպանը։ Եվ այս գումարներով է նաեւ որ մենք թոշակներ ենք բարձրացնում, առողջության ապահովագրություն ենք ստեղծում, դպրոց ենք կառուցում, մանկապարտեզ ենք կառուցում։ Մենք Հայաստանի էլեկտրական ցանցերը դե ֆակտո դարձրել ենք պետական սեփականություն, առաջիկայում նաև դե յուրե կդարձնենք պետական սեփականություն եւ նաև այս գործողության արդյունքում է, որ մենք ապահովել ենք, որ ի տարբերություն նախկինի, երբ որ այդ հեծը կալուգացի օլիգարխի տնօրինության տակ էր եւ մանկապարտեզների վրա հոսանքի ավել գումար էին գրում եւ գրպանները դնում, զորամասերի վրա հոսանքի ավել գումարներ էին գրում եւ գրպանները դնում, քաղաքացիների վրա, պետական հիմնարկների վրա հոսանքի ավել գումար էին գրում եւ գրպանները դնում եւ այդ մարդիկ ուզում էին հավաքնել բարեգործի կարգավիճակում, ոչ այսօր իրենք հավակնում են մեղադրյալի կարգավիճակում, ամբաստանյալի կարգավիճակին եւ նրանք իրանց արածների համար մեր երեխաների մանկապարտեզից փող գողանալու, հոսանք գողանալու համար պետքա կրեն ծանրագույն պատասխանատվություն, պետքա կրեն ծանրագույն պատասխանատվություն։ Այսօր տեսեք մենք Միացյալ Նահանգներում Հայաստանի նախկին ֆինանսների նախարարի տունն ենք մեր հայտով, Հայաստանի դատախազության հայցով Միացյալ Նահանգների կառավարությունը հանելա վաճառքի Միացյալ Նահանգներում եւ այդ վաճառված տան գնի 70% այսօր process է տեղի ունենում, փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Տեսեք մեր ձեռքերը ինչքան երկար են, մենք Միացյալ Նահանգներ ենք հասել եւ Միացյալ Նահանգներում հանգրվանած մեզնից գողացած գույքը վերադարձնում ենք Հայաստանի Հանրապետություն։ Այսօր մենք Գուլոյան Ծառուկյան կլանի առանձնատներից մեկն ենք պետականացրել եւ այսօր արդեն այն ոչ թե Ծառուկյան Գուլոյան կլանի սեփականությունն է, այլ Հայաստանի Հանրապետության եւ նրա ժողովրդի սեփականությունն է եւ առաջիկայում մենք այնտեղ ծերերի խնամքի կենտրոն ենք ստեղծելու նախկինում Գուլոյան Ծառուկյան կլանին պատկանող այդ առանձնատանը արչեվում Արարատի ցեմենտի գործարանն է, որի խարդախ սեփականաշնորհման մեխանիզմը բացահայտվել է եւ առաջիկայում հնարավորինս շուտ Արարատի ցեմենտի գործարանը մենք որպես գողացված գույք կվերադարձնենք պետությանը եւ սա գողացված գույքի վերադարձի եւս մի կարեւոր process է։ Մենք ապօրինի գույքով վերջին 8 տարիներին բացի իմ նշածները չեն մտնում դրա մեջ եւս 770 միլիոն դոլարի գույք եւ դրամական միջոցներ ենք վերադարձրել Հայաստանի Հանրապետությանը։ Մենք նաեւ զուգահեռ տարբեր համայնքներում մենք Արարատի եւ Վայոց ձորի մարզում տասնյակ հազարավոր հեկտարներով անտառներ ենք վերադարձրել Հայաստանի Հանրապետությանը, որ ճիշտ է սեփական արշնորհված չէր, բայց երկարաժամկետ 50 տարով, 100 տարով վարձակալած էր չնչին կոպեկներով, փաստացի դե ֆակտո սեփականաշնորհած։ Մենք այդ ամեն ինչը վերադարձրել ենք։ Համայնքներում
տասնյակ զբոսայգիներ, հազարավոր քառակուսի մետրերով զբոսայգիներ մենք այսօր վերադարձրել ենք համայնքներին եւ սա ի կատարում են գողացածը վերադարձնելու մեր խոստման, բայց սրանով բնականաբար ոչ միայն չի ավարտվելու, այլև այս process-ը ձեր քաջալերման եւ ձեր թույլտվությամբ շարունակվելու է անպայման մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի վերջո պետքա կրի արժանի պատասխանատվություն եւ երկար տարիներով պետքա հայտնվի բանտում եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը պետքա ի վերջո ի կատարածվի Ժորժ ջան, այս ամեն ինչը որ ասացի շատ կարեւոր է բայց այնուամենայնիվ ամենակարևորը չի ամենակարևորը այն է որ Հայաստանի Հանրապետությունում ի վերջո հաստատվել է խաղաղություն եւ ես ձեզ բոլորիս շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով դրանով ենք զբաղվում հիմա արվում է բայց այդտեղ զբաղվում ենք դրանով այդտեղ ուրիշ նրբություն այդտեղ գիտեք խնդրեմը որն է որ մենք բազա չունենք, չգիտենք քանի հոգու եւ ինչ փողի մասին է։ Ես վերջերս սոցիալ նախարարին ասել եմ ամոթա ձև գտնենք, այդ հարցից ազատվենք։ Մեր խնդրեմն են աստեղ ես ձեզ ուղիղ ասեմ, քանի որ բազան չունենք, մենք թիվը չգիտենք ինչքան է։ Եվ շատ վտանգավոր է անորոշ մտնել, որ անորոշ պարտավորություն ստանձնել, կարող է դա այնքան մեծ լինի, որ Հայաստանի բյուջեով մենք չենք կարող առանց հաշվարկի գործ անենք, հասկանում եք։ Եվ դրա համար մենք հիմա բազաները պետք է փորձենք ճշգրտենք, աշխատենք։ Եվ Ժորժ ջան, այսօրվա քաղաքական գործընթացի ամենակարևոր մասը հետևյալն է, հարցը հետևյալն է, Հայաստանի ժողովուրդը տեր կանգնելու է խաղաղությանը, թե տեր չի կանգնելու։ Մեր խաղաղությունը 9 ամսական մանուկի նման է, որը ինչպես յուրաքանչյուր 9 ամսական մանուկ մեր տանը Հայաստանի Հանրապետությանը ուրախություն եւ երջանկություն է պատճառում։ 2 տարի Հայաստան-Ադրբեջան սահմանին մենք ոչ մի զոհ եւ ոչ մի վիրավոր չունենք 2 տարի 91 թվից այդպիսի մի տարի չի եղել որ մենք զոհեր վիրավորներ չունենք մի տարի չի եղել բայց արդեն 2 տարի ավելի քան 2 տարի արդեն 2 ամիս մենք ոչ զոհ ունենք ոչ վիրավոր մեր խնդիրն է այդ 2 տարին դարձնել 4 տարի 4-ը 8 8-ը 16, 16-ը 50, 50-ը 100, 100-ը 500, 500-ը 1000, որպեսզի մեր պետությունը մենք կարողանանք սերնդեսերունդ հարյուրամյակներով ժառանգել մեր երեխեքին, իրանց երեխեքին, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա գոյություն ունենա հավիտյան, բայց այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունը ասում է մեր 9 ամսյա մանուկին խաղաղությանը ասում եկեք հանձնենք որփանոց, որփատուն հանձնենք, որտեղ մենք ի վիճակի չենք խնամք տանել մեր մանուկի նկատմամբ։ Այստեղ ճշմարտությունը այն է, որ ինչպես 9 ամսյա երեխան, այնպես էլ 9 ամսյա խաղաղություն ունեն մի ընդհանրություն։ Եթե մենք իրան խնամք չտանենք, հոգ չտանենք իր մասին, չի ապրի այդ խաղաղությունը, ոտքի չի կանգնի։ Եվ հետևաբար, բայց մենք կարծում ենք, համոզված ենք, որ Հայաստանում կա ժողովուրդ, Հայաստանում կա քաղաքացի, ով ի վիճակի է տեր կանգնել խաղաղությանը։ Էսա պատճառը, որ մենք ձեզ կոչ ենք անում, խնդրում ենք, հորդորում ենք 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը գործելով հետեւյալ տրամաբանությամբ ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք շատ կարևոր է արձանագրել թե ինչու են քվեարկում 16-ին որովհետև սա պաշտոնի կռիվ չի
սա աթոռի կռիվ չի, սա պայքարա հանուն պետության հարատևության, սա պայքարա հանուն ազատության եւ խաղաղության, եւ ես համոզված եմ, որ այդ պայքարում Հայաստանի ժողովուրդը հաղթելու է, որովհետեւ պետությանը տեր ենք, անկախությանը տեր ենք, ապագային տեր ենք, խաղաղությանը տեր ենք, Ուրցաձորին տեր ենք, Վեդին տեր ենք, Արարատի մարզին տեր ենք, Երևան մայրաքաղաքին տեր ենք, Հայաստանի Հանրապետությանը տեր ենք, եւ շատ կարեւոր է արձանագրել, որ ճակատագիրը խաղաղության, պետության, ապագայի ճակատագիրը կախված է մի մարդուց, ընդամենը մի մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 ելով կա այդ մեկ մարդը, մեկ մարդը, ուր է այդ մեկ մարդը, թող ձեռը բարձրացնի, մեկ մարդը, ով է մեկ մարդը, ժողովուրդ, թող ձեռը բարձրացնի, չէ, դուք եք այդ մեկ մարդը, որովհետև ընտրությունների արդյունքները դուք եք որոշում, ժողովուրդ ջան, դուք եք որոշում, մի մարդ կա, որ որոշում է, թե ինչ է լինելու ընտրությունների արդյունքում, ով է լինելու վարչապետ, ինչ է լինելու պետության հետագա ընթացքը, խաղաղության ընթացքը, մի մարդ է որոշում, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 եւ այս մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ, պետականատեր ժողովուրդ, եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Ուրցաձորին, Վետի խոշորացված համայնքին, Արարատի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ շատ ժողովուրդ ջան։ Այսօր ժամը 20:00-ին ուղիղ, ոչ մի րոպե, ոչ ուշ, ոչ շուտ, Արտաշատի կենտրոնական հրապարակում սկսվելու է մեր մեծ հավաքը, ով ժամանակ հավես տրամադրություն ունի, խնդրում ենք եկեք, այնտեղ կհնչեն այլ ելույթներ եւս, ես ինքս ելույթ կունենամ, բայց բացի ելույթ ունենալուց նաեւ կնվագեմ ձեզ համար վարչապետի հետ եւ նաեւ դրոն շոու կլինի, բոլորիդ սիրով հրավիրում եմ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորով եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ, շնորհակալ եմ ժողովուրդ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար